Մամուլը գրում է հարգելի բարեկամներ, որ այս ամիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները պիտի մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստանան։ Ընդհանրապես ֆինանսների գեներացման եւ տեղաբաշխման խնդիրը Հայաստանի Հանրապետությունում միշտ է եղել, Հայաստանի նման պետություններում միշտ է եղել եւ այս հարցը դրա վառ օրինակն է։ Ֆինանսները պիտի բաշխվեն արդար, հարգելի բարեկամներ, եւ արդար չէ, օրինակ բոլոր պատգամավորներին պարգևավճար տալը, առավել եւս հավասարապես։ Օրինակ, եթե Հակոբ Արշակյանը ստանում է 3 միլիոն դրամ պարգևավճար, օրինակ եմ ասում, կամ Ալեն Սիմոնյանը ստանում է 4 միլիոն դրամ պարգևավճար, ապա պարլամենտի ընդդիմադիր հատվածը պիտի ստանա ավելի շատ գումար, քան իշխանականները, օրինակ դաշնակ մաշնակները պիտի ավելի մեծ գումար ստանան, որովհետև իրենց կատարած աշխատանքը ավելի մեծ է, որովհետև դաշնակ մաշնակների տված վնասը դաշնակ մաշնակ պատգամավորների ավելի մեծ է, քան թե ԿՊԱ-ականներինը, հարգելի բարեկամներ, եւ իրենք պետք է ավելի մեծ պարգևավճար ստանան։ Արդար չէ, պարոն Նիկոլ Փաշինյան, հեչ արդար չէ։ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը չի իրականացրել որևէ հանցագործություն, որը լեգիտիմացված չէ Հայաստանի Հանրապետության պարլամենտի կողմից ընդհանրապես եւ դաշնակ մաշնակների կողմից մասնավորապես։ Նիկոլ Փաշինյանի հենարանը դաշնակ մաշնակներն են, và բոլորին նույն ձևով պարգևատրեց Նիկոլ Փաշինյան, դա արդար է։ Մարդիկ բանակից փախել են, հիմա Արցախի դարն են լալիս։ Բայց դերասանությունը դու այսպես ես գնահատում, Նիկոլ Փաշինյան։ Մարդիկ զինվորական ծառայությունը մերժել են, Արցախի համար դրել են բոզիլաց, բայց դրա համար ընդամենը 3 միլիոն կամ 2 միլիոն դրամ պարգևավճար, այնքան ինչքան կստանա Պալյան Էման, որտեղ է արդարությունը, Նիկոլ Փաշինյան։ Բազմաթիվ անգամներ ասել եմ, այն մարդկանց անունները հատիկ առ հատիկ նշել եմ, ովքեր ժամանակին մերժել են զինվորական ծառայությունը։ Մի քանի հոգու անունը ընդհանրապես, հարգելի բարեկամներ, Արթուր Խաչատրյան, ծնվել է 1972 թվականին, մերժել է զինվորական ծառայությունը, Արցախի դրոշը դրել է իր դեմը եւ Արցախի դարն է լալիս։ Արմեն Գևորգյան, ծնվել է 1973 թվականին, մերժել է զինվորական ծառայությունը, Արցախի դրոշը դրել է դեմը եւ դարն է լալիս։ Արծվիկ Մինասյան, ծնվել է 1972 թվականին, մերժել է զինվորական ծառայությունը, Արցախի դրոշը դրած դեմը, Արցախի դարն է լալիս։ Իշխան Սաղաթելյան, 82 թիվ, Արցախի համար ամենաբարձր լացողներից մեկն է, մերժել է զինվորական ծառայությունը։ Ագառնիկ Դանելյան, ծնվել է 1984 թվականին, ամենաբարձր լացողներից մեկն է Արցախի համար, մերժել է զինվորական ծառայությունը։ Ագառնիկ Դանելյանը կարող է Երևանի Մասուր կաֆեում խուլիգանություն անի, դա կարող է անել, բայց պրիտոմ լրագրող գիծների ներկայությամբ։ Բայց բանակում ծառայել չի կարող, հետաքրքիր է, այդ ամիս, այդ խուլիգանության համար, որ այս կենթանին արեց ինձ, իմ նկատմամբ, իմ ընկերոջ նկատմամբ, ինքը ավել պարգևավճար ստացավ պետության կողմից։ Եվ այս շարքը երկար է, հարգելի բարեկամներ։ Այս մարդկանց դեմը դրել են հարցեր, այս հարցը կտաս, այս հարցը չես տա, բայց կխաղաս ընդդիմադիր։ Ու ընդամենը 2-3 միլիոն դրամ, հարգելի բարեկամներ։ Այս մարդիկ մտել են ծանր բեռի տակ։ Վաղը մյուս օր այս մարդկանց պիտի հարցնեն իրենց գործունեության համար, թե ինչու օրինակ իմպիչմենտի նախագիծ այս կապիկության հետ ես կապիկությանը չեմ բանանում, այս Սերժան Սարգսյանը կապիկությանը, որ ասում են եկեք
բան անենք, անվստահություն հայտնենք, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը խախտել է կառավարության ծրագիրը։ Միջազգային մասշտաբի հանցագործության մեջ թաթախված անձնավորությանը ուզում են հեռացնել, որովհետև կառավարության ծրագիրը խախտել է։ Դրա մասին չի խոսքի, հա։ Բովանդակային առումով իմպիչմենտի անվստահության հարց չի մտել օրակարգ, այս հարցը տալու են, այս անձանց տալու են դաշնակ մասնակներին, այս անձանց տալու են այն հարցը, թե ինչու օրինակ հոկտեմբերի 10-ի կեղծ հեղափոխության, որ մի ողջ սերունդ տարան մտցրեցին բայրակթարների տակ, այն սերունդներ, որոնք մասնակցում էին այսպես կոչված հեղափոխությանը։ Ու մի խոսքով այս հանցագործությունների մասին չեմ խոսում։ Հայաստանի Հանրապետության տարածքում պատանդարության մեջ գտնվող հարյուրավոր զինվորականների հարցը չի բարձրացվել պարլամենտում։ Պաշտպանության նախարարությունը գտնվում է, կառավարությունը առհասարակ գտնվում է ուղիղ ստուգման տակ վերահսկողության, հետևաբար ստուգման տակ պարլամենտի։ Սրանց ստուգման տակ է գտնվում, սրանք չպիտի առաջնորդվեին կուսակցական ադմինիստրատիվ, այլ պիտի առաջնորդվեին խիղճով եւ համոզմունքներով, խիղճ ու համոզմունք չունեն սրանք, ինչով ոնց առաջնորդվեն։ Սրանց խիղճը դոլարն է ու եվրոն։ Եվ քանի որ սրանց խիղճը դոլարն ու եվրոն է, պիտի շատ տաս Նիկոլ Փաշինյան, սրանց որպեսզի իրենք կշտանան։ 3 միլիոնով չեն կշտանան Նիկոլ Փաշինյան։ Ոնց կշտանան։ Մի ցելի երկիր ժողովրդական ոսկեղենիկ հայերենով ասած մի ցելի երկիր վարի եք տվել, ձերքի տված։ Ոնց իրենք այդ 3 միլիոնով չի լինի, չէ, արդար չի, պարոն Նիկոլ, հեչ արդար չի։ Եթե վաղը մյուս օրը Մեյր Գրիգորյանը կամ Տիգրան Խաչատրյանը պիտի ասեն, մենք անում ենք, թող պարլամենտն էլ մեր ձեռից բռներ, կամ մենք արել ենք այն, ինչ մեզ ասել են Նիկոլ Փաշինյանը, բայց սրանք ինչ պիտի ասեն իրենց լռության համար, հա։ Պարոն Սերժ Սարգսյան, սովորական բլոգերին, սովորական վերլուծաբանին միլիոնի չափ աշխատավարձ է տալիս ամսեկան, հələ չեմ ասում են թոփ վերլուծաբաններից, թոփ խմբագիրներից, ովքեր հայրենասեր են խաղում, թոփ լրագրողներից, ովքեր հայրենասեր են խաղում, բայց սրանք ու այդ քոլ բաները վերլուծաբանները պիտի նույն աշխատավարձը ստանան, օրենքի առաջ պատասխանատվություն պիտի կրեն այս անձինք։ Ես առաջարկում եմ դաշնակ մասնակներին պիկետ անել այս ամենի հետ կապված, այս անարդարության հետ կապված, եւ դա կլինի շատ արդար։ Միգուցե ես էլ միանամ ձեր պիկետին։ Նույն իրավիճակը նաեւ պատիվ ունեմում է, հարգելի բարեկամներ։ Պատիվ ունեմի մեջ մի անձնավորություն կա, շատ զավեշտալի, այն որ ապլոմբով է խոսում, այն որ մի քիչ ինքը շատ ծիծաղելի պերսոնաժ է, Սերժի Սանիկն է։ Բանակում չի ծառայել հերիք չի, մի հատ էլ քրեական գործով է անցել բանակից փախնելու համար։ Գիտեք ինչպես է դարդ անում Արցախի համար այդտեղ են, այ մարդ, ինչպես է դարդ անում։ Բայց Սանիկն էլ այդքան փող ստանա, Հակոբ Արշակյանն էլ, հարգելի բարեկամներ, դեպի կարծում եմ Սանիկը հավելավճարներ կստանա նաև Սերժի կողմից։ Հոկտեմբերի 10-ի հրադադարի հարցը, Խաչատրյան Արթուր, պարլամենտում ինչու չի բարձրացվել։ Դիրքերի հարցը, գիտես որ դիրքերի մասին է խոսքը, Սև լճի հատվածի, որտեղ փաստացի հայ դիրքապահները փաստացի գտնվում են, հարյուրավոր հայ դիրքապահներ փաստացի գտնվում են պատանդարության մեջ, այդ հարցը պարլամենտում ինչու չի բարձրացվել։ Կեղծ հեղափոխությունը։ Ամեն անգամ ռեալ հնարավորություն լինելուց հետո կամ առաջ պարլամենտում Արցախում դավադրության ժամանակ հրադադարի ռեալ հնարավորությունից հետո կամ առաջ հայկական զինված ուժերը խոցել են ադրբեջանական բնակելի թաղամասեր։ Այս հարցը տվել եք Օնիկ Գասպարյանին։ Ինչու՞ չեք կանչել Օնիկ Գասպարյանին պարլամենտ։ Գառնիկ Դանիելյան։ Քեզ հարց է տալիս լրագրողը, ասում է Համբարձումյան Արթուրը այս հարցերն է բարձրացնում, դուք ինչու չեք տալիս, ձեզ է բարձրացնում։ Ասում են դե մենք որտեղ պիտի բարձրացնենք, ձեր գոմում պիտի բարձրացնես Գառնիկ Դանիելյան, որտեղ պիտի բարձրացնես։
2024 թվական այս տահակներն են, հարգելի բարեկամներ, Նիկոլի Հենարանը։ Այս տահակներն են, իմացեք, ձեր թշնամիներին իմացեք։ Արա էլի գնացեք մեռեք, էլի տուն կորցրեք, էլի առողջություն կորցրեք, հարազատներ կորցրեք։ Բայց իմացեք ձեր իրական թշնամիներին եւ թշնամիների հիմքը, այս սրանք են։ Ամեն անգամ, հարգելի բարեկամներ, ռեալ հնարավորությունից հետո կամ առաջ խոցել են Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերը։ Այս հարցը տվել եք, Օնիկ Գասպարյանին հարցաքննել եք դուք։ Պարլամենտում դուք այդ հնարավորությունը ունեք, այդ գործիքը ունեք, չեք տվել։ Ինչի դիմաց չեք տվել։ Գոնե լավ վճարել են ձեզ կամ ձեր ջոչերին։ Արցախի հեկերը պատերազմից հետո հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիոն են ստացել։ Գևորգյան Արմենչիկ, Երևանի կեսը պատկերավոր ասած քոնն է։ Այս հարցը տվել ես դու, այս հարցը բարձրացրել ես։ Այդ ստահակների անունները ինչու չի հրապարակվում։ Գնացել ես այս հարցի ետևից, ինչի դիմաց չես գնացել, որ գույքը ձեռքիցը չվերցնեն Գևորգյան Արմենչիկ։ Հա? Շուստրի տեղա ես դու, Գևորգյան Արմեն, շատ շուստրի տեղա։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, մենք կգանք շատ հարցեր կպարզաբանվի։ Դու որ եկար Գևորգյան Արմենչիկը քո հետ գալու է։ Այս հարցը բարձրացնելու ես դու, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Հեկերի հարցը բարձրացնելու ես։ Դու դաշնակներով պիտի գնաս, օրինակ դաշնակներով պիտի գնաս, ենթադրենք, բանի ընտրությունների ու դաշնակներով գաս իշխանության ու այս հարցի հետևից գնաս հեկերի։ Արցախյան բանկերից փոխառություն են վերցրել, Արցախի տարածքում գտնվող բանկերից, վարկեր են վերցրել, կառավարությունից փոխառություն են վերցրել, կամ առևտրային բանկերից վարկեր են վերցրել։ Այդ վարկերով մարդիկ կառուցել են հեկեր, Արցախյան պատերազմից դավադրությունից հետո հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, ստեղից կոմպենսացիոն են ստացել եւ ուշադիր։ Դեկտեմբերին 2023 թվականի այդ վարկերը ժողովրդական լեզվով ասած ամբողջապես ջրվել են։ Իմիջիայլոց եղել են մարդիկ, ովքեր ասում են, պատմեն, որ հեկերը, ասենք, մաս-մաս են վաճառել, ասենք մի մասը տվել են, մյուս մասը հետները տաբան են արել։ Բերել են Հայաստանի ջր տուրբիններ եւ այլն եւ թանկարժեք մասեր։ Մի հատ այնտեղ են, այսինքն 4 տեղ եղել են մարդիկ, որ 4 տեղ բան են արել, խաբել են։ Հիմա այդ անձանց անունները ինչու չի հրապարակվում, դաշնակ մասնակներ, եւ ինչի դիմաց չի հրապարակվում։ 800 միլիոն դոլար Արցախում տրված են եղել վարկեր, 800 միլիոն դոլար, որի պատասխանատվությունը 70%-ի պատասխանատվությունը ստանձնեց կառավարությունը, հետեւապես քաղաքացիները պիտի վճարեն։ Այն 30%-ն էլ առևտրային վաշխառույական բանկերը դուրս գրեցին, էլի այդ 30%-ի պատասխանատվությունը քաղաքացիներին։ Իրանք տեղը հանելու են քաղաքացիներից։ Հիմա հարց. 10 ամենախոշոր վարկառուների անունների չհրապարակումը կամ այս պահանջի չներկայացումը ինչի հետ է կապված։ Դե չեք խոսում այդ մասին։ Ընդդիմադիր եք խաղում։ Հիմա էլ եկեղեցին եք փրկում դուք։ Ուզում եք եկեղեցին փրկել դուք ձեր հակաքրիստոնեական այս կեցվածքով։ Եթե հետաքրքիր է Ավգուստինոս Երանելին կամ Թոմա Ակվինացին ապրեին ժամանակակից Հայաստանում, այդ ձեր երեկվա միտինգներին կմասնակցեին ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, թե չէին մասնակցի, հետաքրքիր է էլի։ Հետաքրքիր է, եթե առաքելական եկեղեցու մի սրբազանի անուն տամ, եթե Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը լիներ հիմա, ապրեր հիմա ժամանակակից այս տալդա երկրում ձեր միտինգներին ի պաշտպանություն եկեղեցի կմասնակցեր, թե ոչ, հետաքրքիր է։ Հայ առաքելական եկեղեցին եք պաշտպանում, մի գործարար կա, ով կողկրտում է հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, անուն ազգանունը Գագիկ Ծառուկյան, բա Գագիկ Ծառուկյանի արածի վերաբերյալ ինչու հայտարարություններ չեք տարածում կամ ինչու չեք գնում պիկետներ անել Գագիկ Ծառուկյանի
օֆիսների մոտ հայ առաքելական եկեղեցու պաշտպաններն եք դուք, այդպես եք հանդես գալիս։ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները կողքրտում է Գագիկ Ծառուկյանը, բայց Զադերշկան ինչու՞մ է։ Իշխան Սաղաթելյան։ Մի հատ բան կա, քաղաքապետ կա, ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե 50-100 տարի հետո այս Հայաստանի մասին ուզենան կարծիք կազմել եւ այդ ֆրագմենտը նայեն, լրիվ պատկերացում կկազմեն, թե ինչ Հայաստան է եղել։ Թալինի քաղաքապետը, անուն ազգանունը չեմ հիշում, այդ պատոնոկի եկեղեցու բակում մի սարսափելի բան է ասում, ինչ որ մի կնոջ, միգուցե մի քիչ հոգեկան շեղումներ ունեցող, միգուցե։ Մարդ ինչ ուբլյուդկ պիտի լինի, ինչ հիվանդ երևակայություն պիտի ունենա, որ կարողանա նման բան մտածել, ասել կնոջը պլյուս եկեղեցու բակում, պլյուս ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ակցիայի շրջանակներում։ Այս ֆրագմենտը եթե նայեն, ամբողջությամբ պատկերացում կկազմեն։ Եկել էր այդ ստահակը պաշտպանելու եկեղեցին։ Թալինի քաղաքապետ գնա պաշտպանի հայ առաքելական եկեղեցու տրադիցիաները Գագիկ Ծառուկյանի օֆիսի մոտ, եւ եթե օրինակ Ծառուկյանի աշխատողներից մեկը դուրս գա, քեզ ինչ որ բան ասի, ինչ որ վիրավորական բան ասի, փորձի այդ ասացի կեսը ասել Ծառուկյանի աշխատակիցներից մեկին։ Օրինակ Իվետա Մուկուչյանին, տես քեզ Իվետա կներեք Տոնոյանին, տես քեզ ինչ կանեն։ Տես քեզ այդտեղ ինչ կանեն։ Եվ դուք հարգելի բարեկամներ ուզում եք, որ մենք այս տղամարդկանցով, այս ամորալ ուբլյուդկներով, ամորալ պադոնկներով մենք պետություն ունենանք։ Եվ նաև շատ հատկանշական էր այդ բանը, այդ խոսքը, որովհետև Նիկոլ Փաշինյանը վարքագծի կանոններ է մշակել, որ մենք վիրավորանքին վիրավորանքով պիտի չպատասխանենք։ Եվ Թալինի քաղաքապետը, Թալինին էր, եթե չեմ սխալվում, ուղղակի թքած ունի Նիկոլ Փաշինյանի վրա։ Նիկոլ Փաշինյանի վրա թքած ունի։ Ընդհանրապես Նիկոլի թիմը Նիկոլի խոսքերի վրա թքած ունի։ Նիկոլը ով է։ Նիկոլին քայլեցնելով բերեցին Գյումրից շպրտեցին վարչապետի աթոռին, որովհետև կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանեն գործակալներին, սրանք էլ գերա կատարեցին։ Էս է Նիկոլ Փաշինյանը։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարգելի բարեկամներ։ Ես կարծում եմ, որ եթե Ակվինացին օրինակ Ակվինացու մակարդակին մեկը լիներ հիմա ժամանակակից Հայաստանում Ավգոստին Բլաժենն ու Երանելու մակարդակին մտածող մեկը լիներ, ինքը չէր մասնակցի երեկվա ակցիային, ոչ այն կողմից, չէր մասնակցի երեկվա ակցիային, ոչ էլ այն կողմից, ոչ Արշակի կողմից, ոչ էլ Էլիբեկ Քյարամյանի կողմից։ Իմիջիայլոց պիտի արժանին մատուցել Քյարամյանին եւ խորը, հերը հոգևոր աշխարհի ազդեցիկ դեմքերից է տղեն աշխարհիկ իշխանության ազդեցիկ դեմքերից մեկն է եւ անունները համարյա թե չի շրջանառվում մուշկու միտքերը բանի վրա է Կճոյանի վրա է Քյարամյանի մասին համարյա չի խոսում մալադեց ինչ ասեմ պետք է ձեզ արժանին մատուցել հարգելի բարեկամներ նաև լրագրողներ խմբագիրներ որ այս ամենը դեպուտատներ որ այս ամենը կարողանում եք գլուխ բերել այս գործը ելի եմ ասում վերադառնամ իմ խոսքի սկզբին արդար չէ դաշնակները իրավունք ունեն բողոքելու եւ կարող է նաեւ ես մասնակցեմ այդ բողոքին որովհետեւ այսքան հանցագործության մեջ մտնեն ու ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստանան արդար չէ արգելի բարեկամներ հային պետք է փրկել այս անձանցից հայ դեպուտատներից հայ նախարարներից հայ հոգեվորականներից Քյարամյաններից եւ արշակներից հատուկ ծառայությունների հայ ծառայողներից գործակալներից եւ տա Աստված այդ փրկությունը իրականացնի հայը տա Աստված նրան ձեռքից բռնի հայը իսկ եթե ոչ թող որ օտարը անի եւ թող օրհնվի այդ օրը
Ես ձեր տիրոջ մերը